Սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է եթերում եւ հեռավար կապով ես այժմ հարցազրույցի եմ հրավիրում Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանին։ Բարև ձեզ Տիկին Ալավերդյան եւ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Դուք լսում եք մեզ։ Աստուբարին, ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար։ Շատ լավ։ Տիկին Ալավերդյան, ուրեմն առաջին հարցս հետևյալն է. մայիսի 12-ին վերջանում է Արցախի Հանրապետության ազգային ժողովի լեգիտիմ ժամանակը։ Դուք նման միտք եք ասել վերջերս ձեր հարցազրույցներից մեկում եւ կարելի ասել ահազանգ եք հնչեցրել, նկատելով, որ դա խիստ անհանգստացնող իրավիճակ է ստեղծելու եւ նաեւ առաջարկել եք, որ պետք է շատ արագ մտածել մեր հաջորդ քայլերի մասին։ Հիմա ես պիտի խնդրեմ ձեզ ասեք, թե ինչ պետք է անել, նախ ինչ վտանգներ եք դուք տեսնում եւ ինչ կոնկրետ ինքներդ ինչ առաջարկ, ինչ լուծում ունեք այս պահին, ինչ ելք իրավիճակից, խնդրեմ։ Այսինքն շնորհակալություն հարցի համար։ Ճիշտ ժամանակին եմ համարում նշել, որ Արցախը որպես միավոր, չճանաչված պետական միավոր, նա գոյություն ունի ու բոլոր այդ որևէ մի զրոյական նշանակություն ունեցող հայտարարությունները հիմնականում եւ միան Հայաստանի Հանրապետության օրվա իշխանության կողմից ոչինչ են իրավաբանորեն։ Դուք հստակեցնենք, որ փաստորեն մենք գործ ունենք այսօր գոյություն ունեցող եւ իր տարածքը զավթած Ադրբեջանի կողմից եւ ոչ իր կամքով ժողովուրդը, որը լքել է իր բազմահազարամյա բնակության վայրը եւ կասեի այդտեղ եւ նա արարել է, ոչ միայն ուղղակի ապրել է, դա բնակչություն չի եղել, դա եղել է իրոք ազգի, հայ ազգի մի բնականon մասը։ Եվ երկրորդը, այո, կա այդ անհանգստությունը, բայց եւ կա հանգստացնող հանգամանք, այն է, որ Արցախի Հանրապետության սահմանադրությունը թույլ է տալիս երկարաձգել ազգային ժողովի գործունեության ժամկետը եւ այդ առումով ազգային ժողովի որոշումով եւ կառավարության։ Ես կցանկանայի բոլոր նրանց, ովքեր հիմա ասում են, ուր է այդ կառավարությունը, ուր է այդ ազգային ժողովը, փոքր ինչ սթափեցնեմ։ Գիտեք, մենք այսօր չենք խոսում որակական այս կամ այն ցուցանիշների մասին։ Մենք խոսում ենք այսօր, որ այդ բոլոր մարմինները նրանք ունեն միանշանակ, ունեն ներքին լեգիտիմություն, այսինքն ընտրված են եղել ժողովրդի կողմից, ճանաչվել է իրենց իշխանությունը։ Եվ այս առումով բոլոր նրանք, ովքեր դժգոհ են, բան չեն արել կամ այս են արել, նա են արել, պետք է իսերաստո, այդ բոլորը պետք է արվի Արցախի Հանրապետության օրենսդրությամբ։ Ոչ թե այդպես գիտեք գրեթե խուժանական կոչերով էս անենք են անենք։ Ուրեմն Արցախի Հանրապետության սահմանադրությունը թույլ է տալիս նույնպես ինչպես շատ պետությունների սահմանադրություն, որ եթե տեղի ունենում լինի դա ռազմական վիճակ, լինի դա ընդհանրապես ֆորս մաժորային վիճակ, որը մենք գիտենք Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, թույլ է տալիս երկարացնել դա լեգիտիմ, այսինքն պահպանել ազգային ժողովի եւ կառավարության եւ ինչու ոչ եւ դատական իշխանության լեգիտիմությունը։ Այս առումով կրկնում եմ, վտանգը ոչ թե իրավական առումով է, այդ վտանգը չկա, այդ ավելի շատ այդ ինչպես ասեմ, ոչ սթափ մտածող եւ կասեի շատ անգամ վերինաստիճանի կազմակերպված խմբեր կան, չեմ ուզում անուններ ասել, բայց ես ընթերցում եմ, կան հավակնություններ որոշների կողմից, որ լեգիտիմ իշխանությունը շարունակի իր լեգիտիմ գոյությունը պահպանելը, այլ թե ինչ-ինչ գրեթե ինչպես ասեմ, ոչ իրավական, ոչ միացական ուրիշ չասեմ, հակաիրավական քայլեր։ Այս առումով ամեն ինչը կախված է տվյալ դեպքում։ Նախ եւ առաջ Արցախի
հայության կրկնում եմ հայ ժողովրդի բնականոն մասի հայ արցախահայության կազմակերպվածությանը հույս է ներշնչում օրինակի համար միավորման այդ հանուն Արցախի միավորման հանուն Արցախի պաշտպանության խորհուրդը դա հույս է ներշնչում որ կկարողանան սաստել եւ թույլ չտալ գերակա դառնալ այն ուժերին, որոնք ամբողջովին ինչ էլ որանեն այս գծի հակառակ, լինելու է ոչ թե ինչպես ասում են նիկոլական բան, ինձ գիտեք անունները երբեք չեն հետաքրքրել։ Դա լինելու է սպասարկում ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը, Թուրքիայի կառավարման ներքո եւ այդ բոլոր տհաս եւ ես կասեի այլ պետությունների, այն է թուրք-ադրբեջանական, ցեղասպանական քաղաքականության սպասարկումը, եթե որևէ այլ քայլ անի Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը։ Ավելորդ չեմ գտնում ասել, որ առանցեն էլ այսօր հետ նույն այդ իշխանությունը հրաշալի գիտի, որ եթե համեմատենք մենք անգամ 21 թվականի, 22 թվականի հետ իրենց ոչ լեգիտիմ իշխանությունը, ես դա կարող եմ ապացուցել իրավական առումով, նրանց ռեյտինգը կամ հավանությունը ժողովրդի կողմից հասնում է արդեն չափազանց փոքր, այսպես ասած, չափանիշներով, որ ասեմ, տոկոսը չեմ սիրում ասել, որտեղ չեմ չափել, բայց դրանք շատ ավելի ցածր են ռեյտինգը, քան պահանջվում է լեգիտիմ իշխանություն համարելու համար։ Շատ ներողություն եմ խնդրում կոնկրետ հարցին, հա դուք վտանգներ եք տեսնում, մայիսի 21-ին մնացել է շատ կարճ ժամանակ, ինչ քայլեր պետք է կոնկրետ անել, ձեր խոսքից ես հասկացա, որ դուք անգամ ակնարկում եք ինչ-որ խմբերի, որոնք վտանգավոր դերակատարում կարող են ունենալ, ես իդեպ մեկ քիչ եմ ուզում անել, կան խմբեր կամ անձիկ, ովքեր նաև ասում են Սամվել Շահրամանյանը պետք է հրաժարական տա նախագահի պաշտոնից կամ պետք է հստակ արձանագրի, որ ինքը բարձրացնելու է եւ Արցախի իրավունքների հարցը, եւ վերադարձի հարցը, տարբեր հարցեր, այսինքն ոչ միայն սոցիալական, այլ նաեւ քաղաքական, եւ եթե դա չի անում, ուրեմն նա պետք է հեռանա։ Այսպիսի հայտարարություններ են հնչում, ձեր դիրքորոշումը խնդրեմ։ Խնդրեմ, տեսեք ինչումն է հարցը, ուրեմն այդ կոչերը հնչեցողները ես հստակ եմ ասում, նրանք արդյունքում սպասարկում են թուրք-ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը։ Լավագույն անգամ միտումները ունենալով նրանք պետք է հստակ հասկանան, որ իրենց ցանկացած գործողություններ ներկա լավ են աշխատում, վատ են աշխատում, չեն աշխատում, բայց ներկա իշխանությունների դեմ ցանկացած քայլ դա լինելու է հակաիրավական։ Ինչ վերաբերում է ցանկություններին ահա ակտիվացման ուղղված, ես էլ եմ կողմնակից, ես գտնում եմ, որ այո, և քաղաքական բոլոր պաշտոնատար անձինք, գործադիր իշխանության բոլոր ներկայացուցիչները, այո, հենց նրանք պետք է ցուցաբերեն հստակ կամք և համաձայն Արցախի Հանրապետության սահմանադրությանը և օրենսդրությանը հստակեցնեն, որ ցանկացած ոտնձգություն այդ Արցախի Հանրապետության իշխանությունների դեմ դա հայ ժողովրդի ապագայի դեմ հանցագործություն է։ Հայ ժողովրդի, ոչ թե զուտ Արցախահայությանը։ Այստեղ ես էլի եմ գտնում շատ մեծ նշանակություն ունի այդ հավաքական կամքը, որը պետք է ի վերջո ցուցաբերվի եւ հասարակության կողմից իմ նշած խմբերի եւ առաջի հերթին համաձայն այդ մտքի հետ առաջի հերթին լինի թե նախագահ լեգիտիմ նախագահ Սամվել Շահրամանյանի լեգիտիմ Արցախի Հանրապետության ազգային ժողովի կողմից եւ լեգիտիմ կառավարության կողմից այն թե ինչու չեն իրենք այդ ժամանակ աշխատում պետք չի փնտրել շատ հեռու այն վերաբերմունքը որը մենք տեսել ենք տարուկեսվա ընթացքում
ոչ միայն թե առանձին արցախցիների, այլ հենց ներկայացությունում ներկա գտնվող իշխանավորների դեմ, դա խարան է, դա հայտարարություն է օրվա իշխանության համար։ Եվ դա մեկ է, շուտ թե ուշ պետք է հետաքննվի եւ տրվի ոչ միայն քաղաքական գնահատական, այլև իրավական գնահատակ։ Դուք նկատի ունեք Արցախի ներկայացուցիչություն ներխուժելը, հա, Այո, այո, Հա, այո։ հասկանալի է։ Լավ, Տիկին Ալավերդյան, հասկանալի է։ Հիմա մեկ գնահատական կխնդրեմ տակ հետևյալին նաև խորհուրդը, որը ստեղծվել է եւ արդեն երկար ժամանակ է վրանում Ազատության հրապարակում տեղակայված վրանում հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի հետ, նաև կառավարության վարչապետի, փոխվարչապետի հետ հանդիպեց, կարծես թե կառավարությունն էլ ինչ-որ քայլ է արել, 2 ամսով երկարացնում է, չի կտրում 40+10 ծրագիրը, հա, շարունակում է դեռ։ Հիմա դուք ընդհանուր կխնդրեմ հակիրճ ձեր գնահատականը, խորհուրդը այս ընթացքում ինչի է հասել, ինչի է հասել։ Ես կփորձեմ Բերին Աստիճանի հակիրճ, առաջինը, այս կառավարության կողմից ընտրված բոլոր մոդելները նախ եւ առաջ բնակարանային ապահովման մերժված է, վաղուց մերժված է եւ մինչ այսօր մերժված է բոլոր այն պետությունների կողմից, որոնք տարիներ շարունակ ունեն նույն այդպիսի պրոբլեմը։ Ընդ որում նրանք ունեն պրոբլեմ ոչ թե ցեղասպանությունից փրկված հայրենակիցներին ընդունելու հարցով, այլ շատ հեռավոր եւ մշակութային, եւ կրոնի, եւ ազգային առումով Բերին Աստիճանի այդ բնիկ Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա եւ այլ դրանցից շատ հեռու մշակույթով տարբերվող անձանց հետ։ Այն ինչ որ անում է Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը, իմ կողմից ես թույլ կտամ բնութագրեմ, որպես դաժան վերաբերմունք այն անձանց նկատմամբ, որոնք մինչ այսօր համարվում են այսպես կոչված ժամանակավոր ապաստան ստացած մարդիկ, այսինքն 1 տարով եւ որը կարող է եւ երկարացվի այդպիսի ժամկետով փախստական։ Դա ամոթ է, կրկնում եմ, եթե մինչ այսօր կառավարությունը չունի կողմնորոշված մի որոշում, որտեղ հստակեցված է, որ Արցախահայությունը ոչ թե 120,000, այլ 150,000 անգամ նրանց համար, ովքեր լքել են Հայաստանը, մեկ է, պատասխանատվությունը մնում է Հայաստանի վրա, եւ թող որևէ մեկը չմերժի դա։ Մեկ, եւ այն բոլոր ծրագրերը ունեն պարզ լուծում։ Էլի կանգնեմ միայն բնակարանայինը, այդ ինչ կներեկտում հանճարեղ մտքով է անցել գումարը տալ մի ֆիզիկական անձի, որ նա դա տա այլ ֆիզիկական անձի։ Ինչ է այդ մոդելը չգիտեին, սկսած Կանադա, Ամերիկա ու եվրոպական բոլոր երկրները, դա մերժված է, դա աղավաղում է անշարժ գույքի շուկայի միայն շուկան։ Իսկ ինչ է պետք անել, սոցիալական բնակարաններ ձեռք բերի, պետք է պետությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինները ձեռք բերեն իրենց որպես սեփականություն այդ բնակարանները եւ տրամադրեն արցախցիներին զուտ օգտագործման իրավունքով։ Որևէ մի ծրագիր, որը միտված է մի քանի տարուց հետո Արցախցուն դարձնել սեփականատեր, այդ որևէ մի այդպիսի ծրագիր չի համապատասխանում արցախցիների ամենամեծ իղձին, այն է հավաքական վերադարձ դեպի յուր հազարամյա պատմություն ունեցող հայրենիքը։ Սա է խնդիրը եւ նույնը վերաբերվում է աշխատանքային եւ այլն։ Ես պետք է ասեմ, որ կա եւ պես արագ ասեմ, որ եթե դա կառավարությունը չի անում, դա հնարավորություն ունի այսօր անել կամ այլ պետության միջոցով, որտեղ շինարարությունը կմնա այդ բնակարանները, այդ շենքերը կմնան սեփականություն այդ կառուցապատողին կամ սփյուռքը եւ նույն պայմաններով միայն օգտագործման իրավունքով, որ արցախցին իմանա, ինքը այստեղ չէ, որ պետք է լինի մշտական բնակիչ։ Եվ այս առումով կրկնում եմ, ամբողջ անելիքը
որևէ մի առումով իր արդիականությունը կամ սպասվող արդյունավետությունը չի կորցրել։ Երբ է սկսենք ժամանակն է, ուղղակի ինչքան շուտ, այնքան լավ։ Շատ լավ, իսկ հիմա ինչի հասան այս ընթացքը նախ ընդհանրապես այս շարժման արցախցիները, որ սկսեցին մեծ հանրահավաքով, խորհուրդ ձևավորվեց, իդեպ կառավարությունը հիմա պահանջում է հանել վրանը Ազատության հրապարակից, ինչին դեմ են արցախցիները։ Ինչ քայլեր պետք է հիմա շարունակվի, ինչ քայլեր պիտի հաջորդեն այս ընթացքին։ Արդեն եւ մեծ հանրահավաք է նաեւ սպասվում հիմա, խնդրեմ։ Շատ կարևոր հարց եք տալիս եւ հիմա ճիշտ ժամանակն է հիշեցնեմ, ինչու եմ ես երկու անգամ ասում, որ Արցախահայությունը դա հայ ժողովրդի բնականոն մասն է։ Շատ կներեք, ասում են 2.5 միլիոն ընտրող ունի Հայաստանի Հանրապետությունը։ Այդ բոլոր պահանջները պետք է հնչեն ոչ թե միայն արցախցիների կողմից, այլ պետք է հնչեն հայկական կազմակերպությունների կողմից, այսինքն ներառյալ Սփյուռքը, որ չստացվի, որ հատվածական ինչ որ արցախցիները պաշտպանում են արցախցիներին, Սփյուռքը պաշտպանում է սփյուռքահայերին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պաշտպանում են մեկը կոնդի բնակիչ է, մյուսը, ես չգիտեմ, քասախի եւ այլն եւ այլն։ Մենք հստակեցնենք, որ այստեղ է իսկական քննությունը հայ ժողովրդի համար եւ այդ քննությունը մենք պետք է պատվով հանձնենք եւ դուրս գանք հաղթած։ Ինչու եմ ասում հաղթած, որովհետեւ մի անգամ չի որ ասել եմ Հայաստանը եւ Արցախը փաստորեն զավթված են եղել ներսից, այն է այդ օրվա իշխանության կողմից, որովհետեւ այս իշխանությունը կրկնում եմ զավթել է, որովհետեւ նա այնինչ անում է սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը ու քաղաքականությունը եւ վերջինը ես չգիտեմ դուք հարցում եք թե ոչ այդ անօգնական եւ կրկնում եմ քաղաքական անմեղսունակությամբ տարապող մարդկանց այդ հայտարարությունը Մինսկի խումբը չի ստեղծվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շուրջ չկա թե այդպես բան դա ստեղծվել է զուտ Արցախ Ադրբեջան եւ Հայաստանը ընդամենը միջնորդ է սա է պատճառը որ եթե մենք ավարտում ենք ես ասեմ որ ես գտնում եմ որ անօրինական է ստորագրությունը այս մեր երկրի օրվա իշխանության վարչապետի օրինակի համար երակողմ հայտարարության այն է 20 թվականի 9 նոյեմբերի հայտարարության ներքո Հայաստանը չունի ինքնիշխանություն այն տարածքների նկատմամբ որը այս ստորագրությամբ հանձնվում է Ադրբեջանին դա վերաբերվում է եւ 22 թվականի 6 հոկտեմբերի բոլոր այդ թղթերին որովհետեւ դա որևէ միջազգային իրավունքի տեսակետից զրո նշանակություն ունի Տիկին Ալավերդյան, ես նաև շատ կարճ կուզենայի անդրադառնալ հայտարարության, այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չկա, լուծված է, եւ եթե չկա, ուրեմն Մինսկի խումբն էլ չի կարող լինել, որտեղ նա ստեղծվել է հակամարտությունը լուծելու համար, եւ մյուս կողմից ասում է Լեռնային Արցախյան կամ Ղարաբաղյան շարժում նման շարժումը չկա, այսօր իրենց օրակարգում այս իշխանությունները չունեն, ամբողջությամբ նա փակում է հայկական հարցը, արցախյան հարցը, որը հայկական հարցի մի բաղադրիչն է, եւ միաժամանակ մենք տեսնում ենք հանրային հեռուստատեսությամբ ինչ մեծ քարոզչություն է գնում, թիրախավորված են դարձյալ արցախցիները մեր, ատելության քարոզչություն է գնում, մենք լսեցինք վերջերս հայտնի այդ հարցազրույցը Գեղամ Ստեփանյանի հետ, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպանի հետ, ինչպես էր նախկինը չի, ինքը գործող պաշտպան է։ Գործող, այո, ներողություն եմ խնդրում, շատ ճիշտ եք, շնորհակալ եմ ուղղելու համար։ Այո, ինչպես էր հայտնի այդ լրագրող անունը տալ չեմ ուզում, ինչպես էր այդ հաղորդավարը, մեջտեղ բերում անդադ այն հարցը, ինչ է չեք ուզում, որ մենք Հայաստանը եւ Ադրբեջանը կարգավորեն հարաբերությունները, խաղաղություն հաստատվի, այսինքն հստակ հասկացվում էր, որ քարոզը գնում է հետեւյալի ուղղությամբ, արցախցիները իրենց գործողություններով, արցախցիները Հայաստանում իրենց ներկայությամբ խանգարում են, որ այդ խաղաղությունը կայանա, եւ վաղը Ադրբեջանը դրանից օգտվելով անելու է հստակ քայլեր կամ Հայաստանի իշխանության
իշխանությունը, եթե Ադրբեջանի կողմից ստորագրվի այդ խաղաղության փաստաթուղթ կոչվածը, հայտարարելու այ արցախցիներ դուք եք մեղավոր, ձեր գործողություններով, ձեր հանրահավաքներով, ձեր վրաններով դուք խանգարեցիք, որ հաստատվի այդ խաղաղությունը։ Ես կխնդրեմ այս շատ վտանգավոր Փորձեմ շատ արագ։ արձագանքով։ Շնորհակալություն։ Նախ եւ առաջ արցախցիները այսպես կոչված մեղավոր են այն բանում, որ կա Հայաստանի Հանրապետություն անկախ։ Թող բոլորը հիշեն դա։ Թող բոլորը, նրանք ովքեր դեմ էին Ղարաբաղյան շարժման, նրանք ովքեր դեմ էին ընդհանրապես Հայաստանի Հանրապետության կայացմանը, թող հիշեն։ Այսօր, որ գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն անկախ պետություն, ՄԱԿ-ի անդամ պետություն, դա մեղավոր են արցախցիները եւ Շակերտավոր մեղավոր է։ Այո, պայծառ, այո, խավը, որը որ եւ Սփյուռքից է եւ Հայաստանի Հանրապետությունից, առաջինը։ Երկրորդը, այդ անձինք շատ չնչին քաղաքական առումով նշանակություն ունեն եւ կշիռ ունեն, որ նրանք չեղյալ համարեն, Ղարաբաղյան շարժումը վերջացած համարեն, դրանք իրենց ուժը, իրենց կշիռը քաղաքական, իրավաբանական առ ոչինչ է։ Եվ ես հիմա որ խոսում եմ, ուզում եմ, որ մեզ լսեն իշխանությունները այսպես կոչված շարունակելու են իրենց այդ հայացյացությամբ ամբողջովին ողողված իրենց քաղաքականությունը։ Նրանք ծառայում են եւ եկել են միայն այդ նպատակի համար, ծառայում են վաստորեն այդ թուրքական դարեր շարունակ մշակականությանը, որը որ նշանակում է հայերը պետք է գոյություն չունենան այս տարածաշրջանում որևէ ձևով որպես պետական միավոր եւ ինչքան քիչ լինեն ֆիզիկապես այնքան լավ։ Այս իշխանությունները եւ բոլոր նրանք, ովքեր որ ձևացնում են, որ չեն հասկանում դա, ես ցավակցում եմ դրանց, նրանք սպասարկում են այդ քաղաքականությունը։ Այսպեսով, մենք ամփոփ ենք խնդրեմ, ձեր այո, այս առումով ես պետք է ասեմ, Արցախը եղել է կա ու պիտի լինի եւ բոլոր այն պատճառները մեր այսօրվա խայտարակ Հայաստանի Հանրապետության գտնվում են մեր մեջ, հայության մեջ։ Դա նշանակում է եւ այս խայտարակ վիճակից դուրս գալը ոչ միայն մեր մեջ է եւ մենք կարող ենք, մենք պարտավոր ենք։ Շնորհակալ եմ Տիկին Ալավերդյան, հիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, հեռավար կապով ես զրուցում էի ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ լավ եղեք կհանդիպենք։